Ամեն ինչ փաստերով, ամեն մի հարց ունի մի պատասխան։ Նախորդ ֆիլմում տեսա, թե ինչպես եք ինձ կամ 111-ին քննադատում, որ չենք օգնում, ոչինչ չենք անում։ Դրա համար պատրաստեցի այս ֆիլմը, որովհետեւ հասկանաք։ Նախ առաջին հերթին ասա ով է ուսուցիչդ եւ ինչ է նրանից սովորում։ Դա է ամենակարևորը կյանքում։ Եթե նույնիսկ այն ինֆորմացիան, որը ես տալիս եմ ձեզ, կամ ինչ-որ տեղից ստանում եք ինֆորմացիա, բայց ձեր ուղեղը չեք աշխատեցնում, կամ քննարկում մի քանի ձեր նմանների հետ եւ գալիս ձեր ծանոթների հետ գալիս եզրակացության այս մարդը ճիշտ է խոսում թե չէ, ուրեմն այդ ամենը անտեղ է, կամ ինքներդ չեք մտածում օրվա մեջ դրա մասին, որ ինչն է այստեղ կարևորը եւ ինչպես կարելի է հաղթահարել այս ամենը, դա է ձեր հարցը հիմնական փրկեք Հայաստանը։ Դրա համար խոսենք փաստերով, որպեսզի իմ վրա չունենաք որևէ մի, ինչպես դուք եք ասում, կեղտ հայերի մասին։ 90% հայերի ես ինքս եմ ուսումնասիրել եւ մեր տղերքը հայերեն գրել, կարդալ չգիտեն Հայաստանում եւ այլուր։ Երբ նաև կոմենտներում գրում եք 50%-ն է միայն, որ հայերեն են գրում եւ հայերեն հասկանում են։ Մնացածը ես չեմ էլ հասկանում ինչ են գրում, չեմ կարդում։ Եթե նորմալ է գրված, իսկ գրված է այլ լեզուներով, թարգմանում եմ կամ այդ լեզուն գիտեմ, հասկանում եմ ինչի մասին է։ Իսկ հայերեն միտքը լատինական տառերով գրածները ես դա չեմ ընդունում եւ չեմ կարդում։ Բոլորդ էլ կամպյուտերից կամ հեռախոսում ցանկացած հեռախոսներում եւ կամպյուտերներում կա հայերեն տառերը։ Փորձեք գրել հայերեն այս աշխարհի ամենագեղեցիկ լեզուն եւ ամենագեղեցիկ տառերը, եթե դա չեք կատարում, ուրեմն դուք ձեզ համար ինչ հայրենիք, եթե սա է հայրենիքի բաղկացուցիչ մի մասը։ Հաշվել չգիտի մոտ ոչ միայն հայերի, այլ մարդկության 95%-ը։ Դրա համար եւ խանութներում եւ ամեն տեղ ձեզ խաբում են։ Իսկ հաշվելը ինչի համար է կարևոր։ Հաշվելը նրա համար է կարևոր, որ գրեք մի թղթի վրա, այս մարդը խոսում է այս մասին։ Օրինակ, ես ասում եմ, որ բրուտն է աշխարհի դաժան իրեն տեր կարգածը։ Ձեզնից մի մասը համոզված են, որ ասում է Պուտինի դեմ խաղ չկա, մի մասը, որ դա ջհուդներն են, մի մասը մասոններն են, մի մասը սիոնիստներ եւ այլն, մուտուժեր, գլոբալիստներ։ Գրեք թղթի վրա այդ ամենը եւ գրեք, որը ինչի է տիրապետում, ինչ ունի աշխարհում։ Քարտեզը վերցրեք, քարտեզով հաշվեք, վերցրեք այն ամենը, ինչ կա աշխարհում, կարդացեք, ուսումնասիրեք, թե որ համաշխարհային մեծ ֆիրմաներում որտեղից է տեղադրված այդ գումարները, ուր է գնում այդ գումարները, եւ ամեն ինչ կհասկանաք։ Կհասկանաք նաեւ, որ երբ որ խոսում են Հայաստանը պետք է Սինգապուրի պես լինի, Հայաստանը Սինգապուրի պես լինել չի կարող։ Սինգապուրի իմաստը բրուտը ինչի կառուցեց Սինգապուրը, որպեսզի Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի, նաեւ այնտեղ Ֆիլիպիններ եւ այլն, դրանց արդեն գումարները, այն գումարները, որ նրանք արտադրանք են տալիս եւ դրանից վարկ պետք է մուծեն բրուտին, քանի որ աշխարհը նրանն է, դրա համար կառուցեցին այդտեղ, դա իբր նրանց բոլոր գործարքները կատարվում է ըստ Սինգապուրյան բանկերի եւ այդտեղ այդ գումարները կորչում են, ինչպես նաեւ
Բրուտի մայրը, տականքը, երբ որ իբր Հոնկոնգը հանձնեց չինացիներին, ոչ թե Հոնկոնգը հանձնեց չինացիներին, հանձնելուց հետո օրական 15 միլիարդ ԱՄՆ դոլար կորչում էր այդ տեղից, այսինքն գնում էր բոլորը բրուտին։ Սա պետք է հասկանալ, եթե նրանք ինչ-որ բան կառուցում են, ապա կառուցում են ինչի համար։ Կարդացած չէ ոչինչ կարդացած չէ մոտ հայերի 88%։ Եթե մարդը չի սիրում կարդալ, չի կարդում միայն նարդի և խորոված, դա ոչինչ չի տալու, պետք է ուսումնասիրել աշխարհը, ով ես դու, ինչ է քարը, ինչպես է առաջացել քարը, ծառը ինչպես է տարվա մեջ այդ ամբողջ գործողությունը կատարում, բերք տալիս, որ եթե այդ ամենի մասին չես կարդում, չես մտածում, ապա ինչպես կարող ես հասկանալ, թե այսօր քեզ հետ ինչ են կատարում։ Իրեն թալանացին հայերի, հատկապես հայաստանցիները, դատի չի տալիս, եթե լավ տղա է, իրեն թալանողը, ասելով, բայց գործ տվող եմ, հենց սա է Լևոնյան այս կեղտոտ խաղն է, որ կործանեց Հայաստանը, այսինքն, եթե ինչ-որ մեկը ձեզ թալանում է, և ձեզ ոչինչ էլ չի տալիս, տանում աշխատեցնում է մի աման լապ է տալիս, և դրա դիմացը չես առնում, դու գործ տվող չես, քանի որ նա լավ տղա է, այս կեղտոտ, այս փոքրա հոգի ունեցող մարդկանց մտածելակերպը հենց այստեղ փչացրեց Լևոնը։ Քարտեզ գիտի միայն 3%-ը աշխարհի եւ ոչ միայն հայերի։ Մնացածը չեն էլ հասկանում, թե որը որտեղ է։ Մի օր աշխարհագրության ինստիտուտ ավարտած մեկի հետ խոսում էի եւ ասացի, որ Լիտվայից հետո Կալինինգրադ ես գնում եւ այնտեղ հարցեր լուծում, նորից վերադառնում Լիտվա, ինչ կա այդտեղ չհասկանալ։ Ասաց Չինաստանն էլ կողքնեք է գնամ Չինաստան։ Այ այդքան տարբերության մարդիկ նույնիսկ գոնե ամսվա մեջ մեկ անգամ պետք է քարտեզը անցկացնել աչքերի տակով, որպեսզի հասկանալ, թե որտեղ ինչ է, ինչի համար է այդպես եւ ինչ է կատարվում աշխարհում։ Հայ ազգի պատմություն եւ աշխարհի պատմություն մեր թվարկությունից առաջ 700 տարի առաջ եւ մինչեւ օրս չգիտեն իրականում ինչ է կատարվել, որն է պատմությունը։ Նրանք պետք է ձեզ խաբեն խեղաթյուրեն իբր քարե դար, բրոնզի դար եւ այլն ստրկատիրություն, այդ ամենը խաբեություն է։ Այդ ամենը խաբեություն է եւ երբ որ տրվել է ձեզ բանալին, դուք կարդացեք հասկանալու համար, թե այդտեղ որտեղ են ձեզ խաբում։ Առաքելական հայ եկեղեցու մասին միայն մի մասը գիտի, որ 301 թվականին է դա պետական կրոն հռչակվել, բայց ինչպես է դարել, ով է դարել, ինչի համար է դարվել, այդ մասին ոչինչ չկա, միայն արդեն Քրիստոսը դարավ իրենց Աստվածը, դա ինչ է նշանակում, որ 301 թվականին հայ ազգի 60%-ին տրթատը Գրիգոր Լուսամարիչը ոչնչացնելով, որ չէին ընդունում, դա առաջինը աշխարհում հայերը, ինչի համար նաև առաջին քրիստոնյաները և բրուտների ստեղծած նոր կրոնի պետք է կատարվեր հայերի վրա, ինչպես նաև այսօր այդ ամերիկյան դեսպանատներում և ամերիկյան այդ 7 բակտերիական
լաբորատորիաները առաջ հայերի վրա են փորձարկում, հետո շվեդները նաև նշեցին, որ ինքնաթիռներով դրանք ցանվում է ամբողջ Շվեդիայի և Եվրոպայի վրա և այնտեղ էլ մարդիկ դարձան անտարբեր, այդ ամենը և 40% հայերի համակերպվեց դրա հետ, 40% են մարդիկ, որոնք միշտ էլ համակերպվում են ամեն ինչին և պատասխանատվությունը իրենց վրայից վերցվեց կրոնով, Աստված նրան կպատժի, մեկը իրեն երեխային սպանում է, իսկ արտահայտում է, Աստված նրան կպատժի և այդպիսով պատասխանը կամ այ մարդ գնա աշխատի, Աստված մեծ է, մի դուռ կբացի և այսպիսով պատասխանատվությունը մարդիկ իրենց վրայից վերցնելով գցեցին Աստծո վրա, որը իրականում գոյություն չունի։ Աստվածաշունչ, հատկապես 5 կտակարան, ընդհանրապես կարելի ասել երևի 1 միլիոնից 2-3 հոգի է կարդացել, իսկ նոր կտակարան չի կարդացել 99%-ը և չկարդալով բոլորը իրենց համարում են քրիստոնյա, երբ որ չգիտեն էլ այդ սև մագիայում իրականում ինչ է գրված։ Ուղեղի մթնշաղերում և հնի պարծանքով ապրողներ են։ Հայաստանում դարձել են, գիտես, Տիգրան Մեծի ժամանակ ինչ ունեինք, բայց Տիգրան Մեծի ժամանակից հետո անցել է 2000 տարուց ավելի, ոչինչ էլ չունես, իսկ այսօր դառնում ես գնչու։ Եվ ոչ միայն դա, այլև թեկուս այդ Նիկոլ կոչված այդ թարախին, այդ դականք ոչնչությանը համեմատելով թեկուս Տիգրանի հետ և այլն, պարծենալով և ստեղծելով ինչ-որ կուռքեր, և դա էլ է վիրավորական ընդհանուր ազգի պատկերի համար աշխարհում։ Իրենց երեխաներին չի սիրում հայերի 99%-ը, սկսած ձեր հայր Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացած վերջին հայով չեք սիրում ձեր երեխաներին, իրենց երեխաներին սիրողները կպայքարեին իրենց կյանքի գնով իրենց երեխաների համար, բայց 5000, 10000 դրամներով վաճառել են դատավորներ, դատախազներ իրենց հոգին, ոստիկաններ ծեծել իրենց նմաններին, իրենց այրունակիցներին հանուն $100-200 այդպիսով Սերժիկներ, Ռոբերտներ, Լևոններ վաճառելով երկիրը, ինչ, ձեզ թվում է, որ հայրենիք չեղավ Լևոնի լակոտը կամ Սերժի կամ Ռոբերտի կամ ձեզնից ցանկացածի լակոտը ունի ապագա, Հայաստանի նման և հայ ազգը ունենալով 1915 թվականը, 88 թվականից հետո պետք է զարկ տար ամեն ինչին, ոչ թե Լևոնի նման մտներ թուրքերի հետևը, գերմանացիները երբ որ 93 թվականին տվեցին ամբողջ առաջին համաշխարհային պատերազմի արխիվները, թե ինչ դաժանություններ են կատարել թուրքերը, Լևոնը դա ֆուրերը բարձած, Բագրատյանի օգնությամբ գնում էին ինչ-որ Թուրքիա, իբր տանում էին պղինձ վաճառելու Հայաստանը սովի էր մատնվում, և տարան հանձնեցին թուրքերին այդ բոլոր ճշգրիտ արխիվները, որտեղ թուրքերը կատարել էին այդ ամեն։ Էս է ամբողջ Հայաստանը, էս է ամբողջ այն ամենը, iPhone-ներ և այլն հասկանալը դա փոքրիկ հարց է, 4-3 տարեկան երեխան էլ դա կարողանում է օգտագործի, բայց իրականում հասկանալով աշխարհը, եթե մարդը իր վրա գոնե օրը 1 ժամ չի աշխատում իր վրա, մի նոր բան սովորի, մի նոր բան կատարի, մի լավ բան կատարի, ապա այդ մարդը ինքը իրեն ոչնչացնում է։ Մարդ կա, որին ես ճանաչում եմ 85-86 տարեկան է, ավելի շատ
աշխատանք է կատարում եւ իր վրա աշխատում, քան Հայաստանում արդեն Սերժի Նիկոլի ժամանակվա նարկոտիկով սնվող մինչև 20-25 տարեկան երեխաները եւ Հայաստանին ընդհանրապես ոչ թե միայն փչացրել են սովամահություն անելով, այլև նարկոտիկները նրանց մարմինը նարկոտիկներով լցնողները, Նիկոլները, Սերժիկները եւ այսօր Հայաստանում կամ ընդհանրապես ինձ կամ նայում եմ ուրիշներին, թե կոմենտներ ովքեր են գրում նրանց մոտ եւ նայում այդ ցանկը 15-ից մինչև 25 տարեկան մարդկանց քանակը շատ քիչ է, չկա ընդհանրապես, այսինքն ազգի ապագան արդեն ոչնչացված է, եթե մենք չենք կարողանալու փրկենք որևէ մի բան կատարենք։ Այժմ ավելի փաստերով ամեն ինչ խոսեմ եւ հետագայում ցանկացել եք կտամ, թե ինչ պետք է կատարել եւ մենք էլ մերը կկատարենք։ Զինվորական վարված տնակ, բոլորդ էլ հիշում եք այս դեպքը, երբ որ տասնյակ երեխաներ վարվեցին այստեղ։ Հիմա կասեք, Նիկոլին ձեռքներս չի հասնում։ Զինվորական այդ սպային, որը դա կատարել էր, բոլորի ծնողներն էլ լավ գիտեն։ Բարեկամներով, հարազատներով մոտ 100 մարդ կլինի։ Ուրեմն 100-ի մեջ մեկը չգտնվեց, այդ զինվոր լեյտենանտ է, թե կապիտան է, գտներ դրան եւ գլխատեր։ Նախ տանեին մի տեղ այնքան տային, որ ասեր որտեղից է հրամանն եկե, ով է կատարել, հետո նրան գլխատեին եւ գլուխը բերեին դնեին այստեղ։ Դա կլիներ, որ ազգը ունի ինքնասիրություն, ունի իր պատիվը եւ թույլ չի տա դա։ Իսկ ոչխարի նման կոտորում են ազգին եւ ազգը լուռ է։ Եվ այստեղ հիշեք նաև Վարդան Պետրոսյանի հավը, որ որքան էլ կուտ են տալիս, նորից գլուխը տանում դնում է տաշտի տակ։ Հաջորդ հարցը 120,000 արցախցի։ Երբ որ Երևանում էի 2 տարի առաջ, այնտեղ հյուրանոցի աշխատողը ասեց, արցախցիները 20 թվականի պատերազմի ժամանակ արցախցիներին էինք տվել անվճար հյուրանոցի համարները, երբ որ հավաքարարը գնացել էր առավոտյան մաքրելու, համարյա բոլոր սենյակներում կառավարի տակ թաքնված տղամարդիկ են եղել։ Եվ այդ թաքնված տղամարդիկ այսօր այս Եվրոպան այս ձևով ձեզ չի ընդունելու, որ այս քոչվոր ձևով կաք Հայաստաններ ընդունեց, ոչ ոք ձեզ չի ընդունելու եւ ոչ ոք ձեզ չի սպասում։ Եթե Հայաստանն էլ վերացավ, բայց այստեղ հարցը սրան չեմ տալիս, այլ 120,000-ի մեջ, այդտեղ Վիտալի Բալասանյան կար, որը Երևանում արդեն ծառակադրումներ էր կատարում տուն կառուցելու, եւ նման մի քանի տականքներ, 120,000-ի մեջ չգտնվեց մեկը դրանց գլուխը կտրեր, որպեսզի մնացածները վախի մթնոլորտում ապրեին եւ հասկանային, որ կա վրեժխնդրություն։ Եթե չկա պատասխանատվության կանչող վրեժխնդրություն չկա, ապա դա մահացող տեսակ է։ Երրորդը 15 թվականից այս մարդը գոռում գոչում էր եւ 1988 թվականից մինչև 25 թվականը ոչ ոք չբարձրացրեց, որ սա է մեր իրական էթնիկ հողը եւ այս հողը պետք է աշխարհը վերադարձնի մեզ։ Այս մարդն էլ բարձրացրեց, վերջում սրան էլ է, երևի այս վերջերս արդեն այդ իրենց ինչ է կոչվում, սասնածռերը, թե ինչ է ամբողջ լրացրել են եւ միայն դարձել է, որ Հայաստանի մասին, այս Նիկոլյան Հայաստանի մասին խոսացող ազնվորություն է դարձել, ճիշտ է, մի քիչ շատ ու քիչ խոսում է, բայց ոչինչ էլ դա չի փոխելու։ Դա չի հարցը, որ տալու են, թե չէ։ Սա պետք է բարձրացվեր, որ ասել, եթե աշխարհը ճանաչել է, ուրեմն սա մերն է։ Դա ոչ թե միայն մենք ենք ասում, այլ աշխարհն է ճանաչել։ Ոչ մի Հայաստանի ղեկավար, ոչ մի պաշտոնյա,
ոչ մի տեղ այս մասին չի խոսվել, բացի ժողովուրդը, որը խոսում է այդ մասին, եւ նույնիսկ 17-19 թվականներին չբարձրացրեցին Նիկոլի առաջ, եթե դու եկել ես Հայաստանը փրկելու, ապա սա է մեր պահանջը, պետք է սա կատարես։ Այսինքն ժողովրդի պետքն էլ չէ, թե իրեն ինչ են անում եւ ինչի մասին է խոսքը։ Շատ ժամանակ ես, երբ որ միջազգային զրույցներ են լինում ծանոթների, մտերիմների կամ ինչ-որ հարցով լռում եմ, քանի որ Հայաստանի դեմքը աշխարհում, սա նույնն է, երբ որ ասում են հարսանիք կամ թաղում ես ուղարկում ինչ-որ մեկին, ապա եթե նա գնում է քո անունից, ուղարկիր այնպես, որ հակացկապած լինի, տեսք ունենա, խոսելու, ասելու բան ունենա։ Սա է Հայաստանը։ Այս ծամածրված, ասել Ալիևը, ծաղրացու ալկոհոլիկը, որը դեղերի ազդեցության տակ է, սա է Հայաստանը։ Եթե սա է Հայաստանը, աշխարհը սրանով է ճանաչում Հայաստանը, աշխարհը չի ճանաչում Հայաստանը քարտեզով կամ անանյաշիրակացիով կամ նարեկացիով։ Հայաստանը ճանաչում են աշխարհում հիմա սրանով, իսկ այս տաքանքությունը, այս ոչնչությունը, եթե ներկայացնում եք ձեզ եւ 21 թվականին նորից ընտրեցիք իրեն, ապա ինչ եք ցանկանում ինձնից կամ 111-ից, ինչ եք ցանկանում։ Եվ այստեղ ասեմ հաջորդը նաեւ։ Եթե մենք դիտարկում ենք այս ամենը, Նիկոլացինները, եւ այստեղ տեսնում եք բոլոր Նիկոլացինները եւ Սերժացինները, սրանց էլ ձեռքներդ կա հասներ, որոնք արդեն այսօր ոչ ոք են, որ իրեն ձայնը տվեցին Նիկոլին, եւ ոչ մեկին չհարցրեցիք ինչի ձայնը տվեցիք Նիկոլին։ Եվ դա էլ թողնեք մի կողմ, հաջորդ հարցից պատասխանեք։ 21 թվականին, երբ որ ընտրություններ էր կատարվում Արցախը հանձնած Հողատուի եւ Սերժ Նարիմանովի կամ Ռոբիկ Ումուդովի միջև այդ երկու թուրքերի, ապա պետք է ընտրեիք կամ Ռոբիկին կամ Սերժին։ Ինչի համար։ Սա էլ էր ձեզ բռնաբարել, ձեր սենյակներից, ձեր տնով դիտարկեք այս ամենը, ունեք 3 սենյականոց տուն, 1 սենյակը խլել էր, ձեռքից տվել ուրիշին, էս տականք։ Բայց ձեզնից գողանում էր ձեր սառնարանից, ձեր եռուցիչների վրայից ուտելիքը Սերժ Նարիմանովն ու Ռոբիկ Ումուդովը մեկ-մեկ էլ ձեզ ապտակում էր, բայց սա ավելի մեծ բան կատարեց, նորից ընտրեիք դրան, ինչի համար եմ ասում նորից ընտրեիք, եթե չէիք ընտրում Դոգին կամ այլոց, ապա ընտրեիք Սերժիկ Նարիմանովին նրա համար, որ դե հիմի էլ արի սրա համար պատասխան տուր, հիմի դու արի համ Նիկոլի համար կտեսնեիք, որ եթե Սերժիկ Նարիմանովը 99% էլ հավաքեր, նա նորից ասելու էր, որ Նիկոլն է հաղթել, քանի որ տալու ժամանակ Նիկոլն է իրենց հարկավոր, իսկ արդեն երբ որ խաղաղություն գա, եւ սա եւ նրանք բոլորը Նիկոլին եւ այս աղբակույտը կվերացնեն, քանի որ սրանք իրեն պետք չեն։ Դրա համար էլ Նիկոլը ձգձգում է սա եւ Նիկոլը միևնույն ժամանակ կատարելով մի շարք երկրների, հատկապես բրուտների հրահանգները, նա ոչնչացնում է Հայաստանը եւ սրանց ասելով կամ հոխվեք, դուք եկեք, դուք ոչնչացեք, կամ ես ոչնչացնում եմ ձեզ էլ, դուք էլ պետք է վճարվեք դրա համար։ Եվ կտեսնեք, որ սրանց գումարների մեծ մասը բրուտները կտանեն Պանամայի այդ օֆշորային եւ այլ վայրերից, որտեղ բոլորն էլ լավ գիտեն, թե որտեղ թաքնված ինչեր ունի, ինչ տներ, ինչ պալատներ եւ այլն, վերցրած նաեւ այս տականքախումբը միասին վերցրած նաեւ սրանք։ Այսինքն հիմա եթե դուք մտածում եք եւ մեդիա դաշտը իբր նոր կուսակցություններ, որ
Նիկոլին պետք է հաղթենք եւ նույնիսկ հաղորդումներ կան, նայում ես մի ժամ 20 րոպե, մի ժամ 40 րոպե, նորից քվեարկեք, տեսնենք որքան են Նիկոլին կողմ, որքան են դեմ եւ այլն, եւ Հայաստանի 90%-ը դեմ է Նիկոլին, դա խաբեություն է, ընտրություններով ոչինչ էլ չեք հաղթելու, ընտրությունները դա նրանցն է, ձերն է միայն սնայպերը եւ Մոլոտովի այդ բուտիլկաները, ուրիշ դուք հնարավորություն չունեք սրան փոխելու։ Երկրորդը, ես համարյա բացի վերջին մի 10 ֆիլմից, համարյա ամեն ֆիլմում առաջարկում եմ ձեզ, դուք արեք ձերը, մենք էլ կանենք հետագայում մերը։ Հավաքվել են գոնե 10 հոգի, միկրոֆոնները ձեռքին, կան այս սրանց բրուտի եւ սրա մուրճի դեսպանատների առաջ կանգնելով ասելով հատկապես էստեղ եւ մի գրություն տան, որ մենք գիտենք, որ թուրքը, ռուսը եւ այլն դրանք ոչնչություն են, ամբողջի պատվիրատուն եւ սցենարիստը դա դու ես, այլ լկտի։ Թեկուս այլ լկտին չասվի, հայ ազգը գիտի, որ դա դու ես կատարում, նրանք ոչ ոք են, որ կատարեն կամ ունենան իրավունք մեր նկատմամբ նման բան կատարեն։ Եվ այստեղ աշխատում են նաև հայեր, որոնք ամեն ինչ գիտեն։ Եվ այս հայերն էլ են լուր, թե այստեղ Լևոնի նկատմամբ ինչ է դավում, Սերժի նկատմամբ ինչ, Լֆիկի նկատմամբ ինչ եմ դրանց անունները շեշտում, քանի որ եթե դրանց տկլորում են, գումարները դրանց մոտ է։ Հայ ազգը ընդհանրապես դառնում է փող հավաքող գնչու, արդեն աշխարհում տարբեր տեղեր պետք է նստեք փողոցներում, փող հավաքեք կամ մեռնեք, դա ինչի համար եմ դա ասում, քանի որ ոչ մի մասնագիտությունը չեք սովորել, բացի նարկոմանությունը, ոչինչ էլ չեք սովորել, ոչինչ չեք կարող աշխատել, բացի խանութպան ուրիշ ոչ մի բան չեք կարող աշխատել, խանութպան, վարսավիր, տաքսիստ, եւ աշխարհում լիքն են, այսօր Եվրոպայում լցվել են տարբեր տեղերից տաքսիստներ, հատկապես Վրաստանից, այժմ 111-ի եւ իմ մասին։ Ես դիտում եմ տարբեր հաղորդումներ, պետական մակարդակից սկսած, Լևոնից սկսած մինչև Նիկոլը, տարբեր բլոգերներ, տարբեր կուսակցություններ, տարբեր շարժումներ, միշտ ձեռքները տնկած ձեզնից գումար են մուրում, որ օգնեք հայ ազգ, մենք էլ կօգնենք, այսպես կանենք։ Դուք լսել եք 101-ի կամ տեսել եք նրանց, կամ իմ կողմից որևէ մի ֆիլմում լսել եք, որ ես ասեմ գոնե մեկ լումայով օգնեք, որպեսզի ես ես համար այսպիսի հաղորդումներ կառուցեմ։ Խնդրեմ, ստուգեք բոլոր ֆիլմերս, այդպիսի բան ես երբևէ ասել եմ։ Ես ձեզ խնդրեցի երկու բան, մեկի մասին հիմա կխոսեմ, երկրորդի մասին հետո։ Ասացի մի քանի ֆիլմեր, որտեղ բրուտը մեզ ոչնչացնելով պատրաստվում է Միջին Ասիա գնալ եւ այնտեղ ոչնչացնի ամբողջ ասիական երկրներում ունեցած ատոմային ռումբերը եւ միևնույն ժամանակ այդ երկրները 100 տարուց ավելի ոչնչացված լինեն, նույնիսկ այդ ֆիլմերը դուք չդարձեցիք տարբեր լեզուներով ասելով, որ ինչի համար է այսօր կատարվում Հայաստանի ոչնչացումը, Վրաստանի եւ դրանից հետո գալու է նաեւ Միջին Ասիական, Մոնղոլիա, նաեւ դրանից հետո հարձակում է լինելու բրուտները տեղավորվելու են այդտեղ, հարձակում է լինելու Պակիստան, Հնդկաստան, թեկուզ Պակիստանը մեր թշնամին է, բայց կարող է դառնալ մեր բարեկամը։ Չինաստան, Հյուսիսային Կորեա, Ռուսաստանի վրա հենց այդտեղից է ատոմային հարձակումը կատարելու, չկատարեցիք։ Ես դա չեմ ասում ձեզ նրա համար, որ դուք էլ ձեր ինչ-որ մի փայաբաժին ունենաք,
երբեք չմտածեք այդ մասին։ Ես արդեն քանի որոշ ժամանակ է ծագումով ռուսաստանցի, հետագայում կտեսնեք իմ ֆիլմերում գրված, որ այդ ֆիլմերը անգլերեն տարբեր լեզուներով թարգմանված, կատարողը գրաֆն է, S գրաֆ, լրիվ չեմ ասի իր աննազգանունն է, հետագայում ինքը նաև կխոսի։ Եվ ֆիլմերը իմն են, և այդ ֆիլմերի համար, 6 ֆիլմերի համար, որը բրուտին ոչնչացնելու ֆիլմերն են, վճարել եմ ահագին գումարներ, և ես դա ոչ ոքի մինչ օրս ոչինչ չեմ ասել, և ձեր օգնությունը երբեք չեմ խնդրել, և չեմ էլ ցանկանա, որ որևէ մեկը օգնեք ինձ նման հարցերում, կամ ընդհանրապես ես եմ միշտ օգնել մարդկանցին, ես օգնելու կարիք չունեմ։ Եվ երկրորդը, դուք ինձ չեք վարձատրել, որովհետև ես ձեզ ծառայեմ։ Դուք վարձատրել եք Նիկոլին, դուք վարձատրում եք այդ բոլոր Հայաստանում գտնվող լրատվամիջոցներին և կուսակցություններին, դուք նրանցից կարող եք պահանջել, որպեսզի ինչի չես որևէ բան անում, դու էլ Նիկոլի կամ Սերժի նման ես խոսում, չէ։ Դուք նրանց տվել եք, և նրանք չեն կատարել։ Ես ձեզնից ոչ խնդրել եմ, ոչ էլ ցանկանում եմ։ Իսկ ես երբ կցանկանամ, դա կկատարեմ, չեմ ցանկանա, չեմ կատարի, բայց ես հայտարարել եմ ձեզ, որ վերջին իմ ֆիլմը տիեզերքի մասին, դրանից հետո ես ինձ ոչնչացնելու եմ, ես չեմ ցանկանա, որ բրուտը ինձ ոչնչացնի։ Եվ նույնն է 111-ը, նրանք ինչ են ձեզնից ցանկացել, որևէ մեկը եկել է ձեզնից որևէ գումար խնդրել կամ գիտեք նրանց մասին, չէ, ոնց կարող եք դուք նրանցից պահանջել, ինչ են նրանք կատարել, կառուցել և փորձարկել են մատերիայի անհետացման սարքեր և տեղադրել Ասիա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա մայր ցամաքներում, 6 հատ տեղադրել են, մարդիկ 12 մետր տրամագծով այդ սարքերը կառուցել են, որը երբ որ նրանք միացնեն, մատերիան քար է, երկաթ է, մարդ է, ջուր է, ծառ է, ամեն ինչ անհետանում է, դա կոչվում է մատերիայի ոչնչացում, և երկիրը վերանում է, լուսինը դառնում է արեգակնային համակարգության 3-րդ մոլորակը, ինչի չեն նրանք դա կատարում, կամ ինչի չեն նրանք պահանջում բրուտից, որ մենք սա կկատարենք, ինչ-որ մի լիճ, մի ծով անհետացնեն, դե ծովը անհնարին է, պետք է ամբողջ օվկիանոս անհետացնեն, ինչի չեն նրանք դա կատարում, քանի որ այստեղ նաև պատվի հարց է, եթե 10 միլիոն և գաղտնի մնացած հայերի 2 միլիոն հայը ենթարկվում է ամեն ինչի, ամեն մի իրեն նկատմամբ հայոյանքի և այլն, մորթվում է և այլն, և լուռ է, ապա նրանք դա պատվի հարց է, որ դա այդպես կատարեն։ Պետք է ծիծաղի աշխարհը ասի, հա լավ կատարում եք, վախենում ենք ձեզնից տալիս ենք, բայց ում նայեք ինչ ենք անում, սա չի ձեր Նիկոլը, սա չի ձեր ղեկավարը, սրանք չեն ձեր ազգականները, որ 120 հոգին ոտները ոռով տված փախան Արցախից և այլն։ Դրա համար նրանք դա չեն կատարում, իսկ կառուցել են ամենաարագ թռչող սարքը, դրա մասին մի 2 տարի առաջ, մի տարի առաջ միշտ ասել եմ, բայց հնդիկ ու չինացի հայայի օգնությամբ նրանք իրենց այդ հնդիկներն ու չիները հայ են անում, կամպյուտերային այդ սարքերով զբաղվող բարձր կարգի աշխատողներ օգնությամբ ստեղծում են ամենաարագ պրոցեսորը, սրա մասին էլ ասեմ, որպեսզի ավելորդ հարցեր չտաք, օրինակի համար Երևանից
եթե այդ սարքը թռչի Բաքու, նրան ոչ մի սարք չի կարող խփել, բայց նրա արագությունը այնքան է, որ նա կոնկրետ որ պահին պետք է կանգնի կամ որ պահին պետք է գցի այդ ամենը, գցենք Բաքվի ինչ-որ շենքի վրա, դա մի քանի կիլոմետր խախտվում է, քանի որ կամպյուտերը չի հասցնում սարքի հետևից գրանցել, ինչպես հիշում եք GPS-ները, մեքենայով գնում ես և ասում է այժմ թեքվիր ցախ, բայց դու արդեն գիտես ճանապարհը, 3 րոպե առաջ թեքվել ես ցախ, բայց նա հետագայում է, թեպետ հիմա լավ են աշխատում GPS-ները, նայած հորիզկրներում, նույնը այդ սարքը դեռ չեն կարողանում, միայն կամպյուտերային այդ սիստեմի հարցն է, սա շատ հզոր զենք է նույնպես, և սրա վրա մեխանիկական սարքերի որոշ դետալներ տվել են, նաև ես եմ կատարել իրենց համար։ Մոտ 500 հնդիկ ու չինացի հայ է աշխատում նրանց մոտ, անվճար այդ մարդիկ, այդ բոլորը և իրենք, բոլորը անվճար աշխատում են թե ում համար, 2 միլիոն Հայաստանում նստածների համար, որոնց հիմնական միջոցը բարեկամները արտասահմանում պետք է որտան ուղարկեն, որ նրանք տաշի-տուշի անեն, երբ գալիս է ընտրությունների ժամանակը բարեկամները խնդրում են, որ սրան մեկ ընտրի, բա ինչ անեմ, երեխա եմ պահում, կամ ես եմ դրան հարմար գտնում, նորից անցնում եմ մի ամիս, նորից սկսում եմ ողբալ բարեկամների առաջ, որ ուղարկեք, որ ապրենք։ Եթե այստեղ որևէ մի սուտ եմ ասում, ասեք սուտ է ասում։ Առանց արևի 300 մետր խորության վրա նոր ուտեստներ են ստացել և սնվում են նաև դրանով։ Սա մեծ գյուտ է և շատ գյուտեր են նրանք կատարում, ես այդ մասին չխոսեմ, պատմության գծով մեծ փաստեր են հավաքել և նա, երբ որ ես նաև խոսեցի, ասացի, որ ցանկացած բուրգում մենք կարող ենք ապացուցել, որ մենք ենք կառուցել, դա նրանք են գտել, թե որ բուրգում որտեղ է հայկական գրությունն արված, ով է պատրաստել, ինչպես եւ այլն, կա գաղտնի այդ ամենը կա, եւ բրուտներն էլ միգուցե արդեն գտել են, կամ ոչնչացրել, կամ չեն կարող ոչնչացնել, քանի որ ամբողջ շինությունը կքանդվի։ Ինչպես եմ ես նրանց հետ կապնվում և ես նրանց կարող եմ ինչ-որ հրահանգ տալ, թե ոչ, նրանք են ինձ հետ կապնվում, հիմնականում ես, երբ որ ինտերնետից ինչ-որ բան ես քաշում, գալիս է քո մոտ ինչ-որ մի պապկայա, բայց ես ոչինչ էլ չեմ քաշում և տեսնում եմ, որ պապկայում հայտնվում է նրանց կողմից ուղարկված շիֆր գաղտնագրված տեքստը, որը իրենց ուղարկած նաև երկրորդ տեքստում տրվում է թե հրահանգներ, որը ինչպես փոխարինել, ինչպես հետո շրջել ամբողջը և կարողանում եմ կարդալ, թե նրանք ինչ են ուղարկում, բայց ես նրանց հետ միայն այդ կապն ունեմ, այլևս կապ չունեմ, առաջ ունեի և Հանսի միջոցով և մեր Հովանեսի միջոցով, Բուբայի միջոցով կապ ունեի, այժմ ես նրանց հետ ընդհանրապես կապ չունեմ, ինչ որ նրանք հեռացել են, ես նրանց հետ կապ չունեմ, միայն իրենք հայտարարություններ են ուղարկում ինձ կամ ինչի մասին խոսել կամ ինչի եմ այդ մասին խոսում պետք է լռել, այդքանը, այլևս ես նրանց մասին կամ ինչ որ մի նոր լավ բան են կատարում, ասում են, բայց այս մասին չխոսես, դրա համար էստեղ ինչ որ նրանք ցանկացել են, ասել եմ ինչ որ չէ, իսկ թե նրանք ինչ կկատարեն, ես նրանց ոչ ղեկավարն եմ, ոչ նրանց համար պատասխանատուն, որ ձեզ պետք է օգնեն, թե չէ, դա իրենց գործն է, և ինչպես եմ ես իրենց ճանաչել, որպեսզի նաև դա հասկանաք, այլևս նման հարցեր չտակ, եթե ես իրենց մասին խոսում եմ, այսինքն իրենք ցանկացել են այդ մի քանի լուրը, որպեսզի իմանամ, և դուք իմանաք։ 2002 թվականին, երբ որ կամպյուտերները լավ էին, Եվրոպայում ես ցանկացա ռուսերեն, ասացի, որ այնտեղ էլ շատ հայեր ունենք և կթարգմանեն և հայերի համար և այլն,
ապացուցում էի տիեզերքի մասին, նաև այն, թե ինչպես է առաջացել տիեզերքը, Մարդ Արարածը տիեզերք է, որոնց ֆիլմերը դուք ունեք, բայց այն ժամանակ ավելի անիմացված եւ այլն, որը հիմա կատարում է այդ S գրաֆը իմ պատվերով վճարվել է, կատարում է այդ ամենը։ Եվ այդ ֆիլմերից երկուսը պատրաստել է շատ լավ մակարդակով, բայց ավելի բարձր մակարդակ են պահանջել նրանից, պետք է ավելի վերամշակի փոխի, մինչև իմ ուզած ֆիլմը ստանա լավ էլ վճարվել։ Այստեղ այդ չի հարցը։ Եվ այդ ժամանակ ռուսական կարծեմ մեկ YouTube-ի նման ալիք կար։ Անունը չեմ հիշում, կարծեմ Yandex-ում էր, թե որտեղ չեմ հիշում անունը, մոռացել։ Եվ այդտեղ ֆիլմեր էի տեղադրում, ռուսներից մի քանիսը, դա արդեն Նոբելյան միայն մեկ ֆիլմում 5-10 մրցանակների ֆիլմ է, եւ այլն, եւ մեկ օր Եվրոպայում տանից դուրս գալիս գնում եմ, սպիտակամորթ մեկ կին, լավ հագնված եւ սևամորթ տղամարդ մոտեցան ինձ, հայերեն, բարև ձեզ, դուք ես ինչ մարդն եք, մենք ինչն ենք, ներկայացան եւ ես շշմած նայում եմ նրանց։ Մենք ներկայացնում ենք ինչը հայան, մենք տարբեր երկրներում բնակող ինչ մարդիկն ենք։ Ձեզ համար զարմանալի է թվացել, որ ձեր ֆիլմը դուրս է գալիս, չի հասցնում 10 մարդ դիտի եւ ձեր ֆիլմը անհետանում է։ Ճիշտ է։ Ասաց ճիշտ է, դա մենք ենք կատարում, պետք չի, որ այդ ֆիլմերը դուք կարող եք աշխատել մեզ հետ, մենք հայեր ենք, մենք ներկայացնում ենք հայեր, որոնք, հիմա բացատրեմ նաև, սա հասկանաք, որ այլևս հարց չտակ, նաև գրում են, իսկ կարող եք ասել Բրուտնով է, ամեն ֆիլմում խոսում է Բրուտի մասին, նորից գրում ենք, Բրուտնով է։ Հայան, այդ մարդիկ, որոնք իրենց արբանյակներով իջել են Արարատի վրա, հետո երկիր մոլորակի վրա, հետո իրենք էլ մեր նման բազմացել, նրանք իմացել են, որ անհետանալու են 80,000 տարի հետո, երբ որ կլինի մագնիսական և տետե դաշտերի փոփոխություն, և նրանք տեսել են այդ 80,000 տարվա ընթացքում, որ ամենից լավը հայերի, չինացիների, հնդկացիների և մի քիչ էլ գերմանացիների մոտ է տրվում նրանց այդ հիշողությունը կամ խելքը կամ կարողությունը կամ ընդունակությունները, մյուսների մոտ չի տրվում։ Եվ իրենց գիրը և իրենց ստատուսը նրանք տվել են հայերին և դրա համար հայը համարվում է արևորդի, հայը համարվում է արարիչ ազգ, քանի որ նրանց այդ շնորհքը 80,000 տարի հետո կարող էր անհետանալ և այլևս գոյություն չունենար, 34-րդ անգամն ենք մենք ապրում այդ մեր մոլորակում այդ 80,000 տարին, երբ որ կատարվում է ջրհեղեղներ, փոթորիկներ և այլն, երկաշարժեր վերանում, մեծ մասը կորցնում հիշողությունը, նորից վերականգնվում, բայց ոչ թե վերականգնվում է, արդեն օրինակի համար ինչ որ Պողոսը մնացել է կենդանի, Պողոսը ունենում է երեխա, այդ երեխան նորից 0-ից ինչ որ աստիճանի մի տոկոս է կարողանում հիշել, հետո այդպես 1000 տարի, 2000 տարի կարողանում են այդ ամենը վերականգնել, բայց արդեն Պողոսը մահացել է, Պողոսը, որը որ և 80,000 տարվա այդ վերջին օրերին էր և նորի շրջանում է, Պողոսը ոչինչ չի հիշում, Պողոսը կորցնում է հիշողությունը, այսինքն այդ դաշտերը մագնիսական դաշտի հետ, ինչպես դուք անցնում եք ինչ-որ օդանավակայաններում այդ
ստուգող սարքերի միջոցով եւ ունեք ինչ որ առաջներում էր դա կատարվում չիպեր եւ այլն, նա ամբողջությամբ ջնջվում, նույնը մարդկանց մոտ այդ ժամանակ ջնջվում է հիշողությունը, վերանում է հիշողությունը, իսկ հայաները առաջին 80,000 տարվա ընթացքում ապրելուց հետո նրանք հասկացել են, որ իրենք այս երկրից չեն, նրանք մահացել են, պետք է մահանան, քանի որ դա իրենց էթնոսը չէ, եւ երկրորդը է այստեղ, նաև հայերիս համար ասեմ, հարց են տվել, իսկ հայերը չեն կարող երկրորդ կամ երրորդի ժամանակ ամբողջ աշխարհը վերցնել, բոլորին վերացնել եւ միայն հայեր մնային։ Հայերը արդեն հայայից իմացել են, որ միայն էթնոսում կարող են գոյատևել, եւ հայերը միշտ էլ ամբողջ աշխարհով մեկ ավելի տարածված են եղել, ինչպես բրուտները այսօր, քան այլ ազգեր, երբ որ կատարվում է այդ 80,000 տարի հետո մագնիսական, միայն ասենք, որ հասկանալի լինի, մագնիսական դաշտի փոփոխությունը, նույնիսկ արևի մոտ մեծ հրաբուխներ եւ այլն կատարվում է, անդադ արևի մոտ արագ է կատարվում այդ մագնիսական դաշտի փոփոխությունը, մեզ հետ համեմատած դա վայրկյաններ են, իսկ հայերը հասկացել են, որ այն հայերը, որոնք մնացել են այլ մայր ցամաքներում, այլևս նրանք այնտեղ չկան, նորից գնալուց տեսել են, որ այդտեղ միայն կարմրամորթներն են կամ սևամորթներն են, եւ հետագայում նույնպես գենետիկ եւ այլ, որը դա արդեն 111-ն է կատարում, դրա մասին չեմ խոսում, բացի գենետիկը կա այլ միջոց, օրինակ բրուտի միայն պալատում մի քանի հոգի աշխատում են, որոնք հայ են, բայց ըստ գենետիկայի նրանք բրուտ են, բայց միայն 111-ը իրենց գյուտերով կարող է ապացուցել, որ նրանք հայ են նրանք, ոչ թե բրուտ են, եւ նրանք խելոք ծառայում են եւ նրանց են ուղարկում նաեւ ինֆորմացիա, թե տականքը ինչ է մեր նկատմամբ կատարում ցանկացած պահի, ինձ թվում է այսքանը ամբողջը հասկացաք, եւ ես ինձ համարում եմ հայ, Մուրադ Խալթեցին, 111-ը, այդ չինացիները, հնդկացիները, նրանք բոլորը իրենց եւ Հանսը եւ Մբուբան, նրանք բոլորը իրենց համարում են հայակ, նրանք էլ են ճիշտ իրենց տեսակետից, ես էլ եմ ճիշտ, ես գտնում եմ, որ ծնվել եմ այդ մարդկանցից, ես հայ եմ եւ պետք է ես կատարեմ այս բրուտին ոչնչացնելու այս ձևով, նրանք գտնում են, որ իրենց հիշողությունը դա հայայի հիշողությունն է, այսինքն նրանք արդեն այդ մարդն են, նրանք հայ չեն կամ չինացի չեն, ինձ թվում է հասկացաք, այլևս չբացատրեմ։ Փաստ, մեդիա դաշտ, որտեղից են ստանում գումար, ստուգել եք այդ ամենը, չեք ստուգել, քաղաքական մեկնաբան, քաղաքագետներ եւ այլն, որոնք ամեն օր հաչում են, դրանք որտեղից են ստանում, ինչպես են ապրում, խոպան են գնում, նոր ընտրություն, Նիկոլին գահանկեց անելու, սա սուտ է, ոչ մի ընտրություն չի լինելու, սա միայն ձեր գրպանում, ծակ գրպանում մի քանի լումա են գցում, սա խաբեություն է, հիմա ինչ-որ կատարում է Հայաստանում, Նարիմանովով փոխեք Նիկոլին, եթե գնում եք ընտրությունների, եթե ընտրությունների հասնի, ապա Նարիմանովով փոխեք, տեսեք, որ Նարիմանովին, եթե 100% ձայնել տակ, բոլորը տալու է Նիկոլին, քանի որ Նիկոլն է վերցրել իր վրա Հայաստանի կործանումը, ոչ ոք դա չի վերցնի։ Հայաստանի Հանրապետությունը ինչ է արտադրում եւ արտահանում։ Խնդրում եմ գրեք ինձ այնպիսի բաներ, որ համաշխարհային նշանակություն ունի կամ թեկուզ ռեգիոնալ նշանակություն ունեցող ինչ որ մի կարևոր արտադրանք, ոչ կոնյակ, ոչ բաստուրմը, ներմուծում, Հայաստանը
միայն ներեմուծում եւ արտահանում է հանքանյութ։ Գիտեմ այդ մասին։ Մկնիկ։ Եվ մկնիկն էլ ներ էր մուծում այդ վարչապետը Սերժի ժամանակ թուրքական ապրանքները հայկական գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար։ Մի Նիկոլ էլ սա էր։ Բոլորդ էլ լսել եք ԱՄՆ-ի բարձրակարգ զինվորականի ասածները։ Թուրքիան մեր դաշնակիցն է եւ կմնա մեր դաշնակից։ Նա խղճալով հայ ազգին ասաց, որ հույսներդ մեկ դնի նրանց վրա։ Արցախի դատարկման հավաք Ստամբուլում, Թուրքիան, ԱՄՆ, Ռուսաստանը, Ազերին, հայերը չկային, ինչ-որ Լոզանում, նույնը նաև Ստամբուլում, և ինչի Ստամբուլում։ Ռուսների խաղը և անհետացումը Հայաստանի Հանրապետությունից, նրանք բրուտե այդ խաղը խաղացին, Արցախը տվեցին ու ծվրվեցին։ Իրանի շնորհավորումը Ազերուն, Երբ որ Արցախը տվեց Նիկոլը Ազերուն, ասաց, որ շնորհավորում է Ադրբեջանը ամբողջական իր տարածությունով, վերադարձնելով իր տարածությունը։ Էս էլ ձեր երկրորդ բարեկամը։ Բրուտնի գումարների քանակը Ազերուն։ Ամեն տարի 10-15-20 միլիարդ գումար է ներդրվում այնտեղ։ Հենց բրուտը։ Իսկ Հայաստանին, նույնիսկ Եվրամիությունը 10 միլիոն գումար չի տա, այսինքն մեզ տոտալ ոչնչացնում են, ինչի մասին է խոսը։ Վերջին լաշը թուրքի թրիդ ծայրին, Էրդողանի ասածը, և սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկեց, ոչ մեկը, լուռ են բոլորը։ Այժմ այլ փաստ էր, նոր եկեղեցիների պատրաստում, այս հիմարն էլ արձանն էր փորձում կառուցել այս տականկությունը։ Նախորդ ֆիլմում ասացի 1000 նոր եկեղեցի։ Եվ եկեղեցու տարածքները վերցնես, ապա ամբողջ եկեղեցիների տարածքները, այդ 100-ի տարածքը Աբովյան քաղաքից մեծ է։ Միգուցե Գյումրիից էլ մեծ լինի, բոլորի տարածքները եւ միայն շինությանը չէ, իր որը համարվում է դրա տարածությունը, այսինքն Նիկոլը Վատիկանին է հանձնում եկեղեցիները զենք գնելու սահմանները պահելու փոխարեն, որը այս վիճակում է, տեսեք ռուսական ավտոմատի պոչը, տեսեք հայկական զինվորները որտեղ են կանգնացին պագրիշկաների հետևում եւ ինչ է հակացները եւ էսը վիճակը, ինչ եք ցանկանում լինել, որևէ մեկը այդ մասին խոսեցիք բացի ինձնից, ասացիք այդ մասին, 12 թվականից գոռում գոչում են, որ Արցախը տալու են, ոտքի կանգներ հայացք, կատարեցիք, չկատարեցիք, եւ ինձնից ինչ եք ցանկանում։ Հաջորդը Արցախի հանձնում, Արցախի գրավում եւ հանձնումը կատարվել է միջազգային մակարդակով։ ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրները, որոնցից մեծ մասը, բացի այս մի քանիսը, նրանք մուսուլման են, մնացածը 90%-ը քրիստոնյա ազգեր, այսինքն քրիստոնյաները դավաճանում են իրենց քրիստոնյա եղբորը, երբ որ Ադրբեջանին շնորհավորում եւ պատժ կայարանում 53 մուսուլմանական երկրներ, իսկ քրիստոնյաները դավաճանում են։ Քրիստոնյաները հարձակվեցին, ինչ տարբերություն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ն հարձակվեց եւ Հայաստանից Արցախը գրավելով տվեց Ադրբեջանին։ Միայն այդտեղ, բացի դա մասնակցում էին Պակիստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բացի այս 3 երկրները, Պակիստան, Ռուսաստան, Ադրբեջան, մնացածը բոլորը ՆԱՏՕ-ն էր։ Հասկացաք այս ամենը։ Հասկացաք, որ Եվրոպա ձեր ասածը, ոչ դուք Եվրոպա եք գնում, ոչ Եվրոպային եք պետք, բոլորը կատարում են սրա հրահանգները։ Այդպես է հարկավոր եւ ձեզ թվում է, որ սրանք քրիստոնյա են եւ հենց ինքը բրուտը ինքը քրիստոնյաների շեֆն է իր երկրում, նրանք ինչ որ կապ ունեն քրիստոնեության հետ կամ այդ կրոնը իրականություն է, ոչ։
Եվ նրանք սա են ստեղծել եւ սա են ստեղծել, երկու կրոններն էլ, մուսուլմանությունն էլ, քրիստոնեությունն էլ։ Եվ նրանց համար կարևոր է իրենց նպատակը։ Եվ այստեղ շահերի բախում կա։ Ինչ շահերի բախում կա։ Շահերի բախումը որն է, աղբորը սպանում է, շահերի բախում կա։ Հաջորդ հարցը, ցուցում։ Ինչ ցանկացել եք են էլ ասեմ։ Այս երեք կուսակցությունները հիմնականում ցանկացածին, որին հանդիպում եք, ոչնչացրեք։ Մլիցեքին, դատավորներ, մեդիա աշխատողներ, ծախվածներ, որոնք անպետք արտահայտություններ են անում։ Եվ այստեղ ամենակարևորը եւ 111-ը եւ ես իրավունք ունենանք եւ խոսալու եւ ձեզ օգնելու, գիտեք որ ժամանակ։ Այստեղ ձեզնից ոչինչ չի պահանջում։ Մի 10, 20, 50 հոգի հավաքվեք, բրուտի դեսպանատան դեմը ասեք. մենք գիտենք, որ պատվիրատուն դու ես, որ ոչ թե թուրքն է հարձակվել, ոչ թե հարձակվել է ադրբեջանցին, այլ նրանք քո պահանջն են կատարել, եւ 1915 թվականին էլ նույնը։ Եթե կփորձեք հավաքվել, ես ավելի կոնկրետ տեքստ կտամ, որպեսզի հավաքվեք եւ նամակ տակ նրան, որ բրուտին ասեք, որ մենք գիտենք, որ այս կեղտոտ խաղի արարիչ ազգի վերացման ծրագիրը դա քո հեղինակային ծրագիրն է, ոչ թուրքը կապ ունի այստեղ, ոչ ռուսը, ոչ ազերին։ Եթե այդ անասունին չես դնելու իր տեղը եւ չես ասելու եւ որ մենք գիտենք դու ես այդ տական կես ամեն կատարողը եւ աշխարհն էլ կիմանա եւ այլ բաներ, դուք ինձնից ինչ եք ցանկանում։ Նույնը պետք է գնալ սրանց դեսպանատուն, ասել որ դու միայն մուրջ ես նրա ձեռքին, ձայնդ կտրի եւ վեր ընկի, դու Հայաստանում ոչինչ որոշող չես, դու նրան միայն նրա կատարողն ես։ Նույնը Ռուսաստանի դեսպանատուն, որ այ բրուտական լրտեսներ կատարեցիք ձեր հրահանգը, Արցախը հանձնեցիք, հիմա Հայաստանում ինչ եք անում, այ վայրենի տականքներ։ Այդ բոլորը եթե կկատարեք, նոր ինձ կասեք, ինչի չեք քայլի դիմում, ինչի չեք որևէ բան անում։ Եվ այժմ նաև ձեզ ներկայացնեմ մեկ այլ բան, թուրք, ազերի, ռուս, ջհուդ եւ նահանգները։ Դրանք բոլորը զավթված հողեր են։ Սրանք բրուտի սրիկայություն կատարող ծառաներն են։ Սրանք չեն գտնվում իրենց էթնիկ հողում եւ կախյալ են բրուտից ցանկացած հարցում։ Բրուտը մեր վերացման հարցերը սրանց միջոցով է կատարում, ինքը մնալով խաղաղության ագրավ, տականքը։ Մեր միակ անելիքը պիտի լինի ասել բրուտ դու ես ամենի հեղինակը, պատվիրատուն եւ խրախուսողը այս տականքներին, դա դու ես։ Մակը դա բրուտի ծառան է։ Ժամանակի զերուն, ժամանակը սկսվում է Գրինվիչից, բրուտի մոտից, նյութերի չափերի էտալոնները, միջազգային բանկը, բիրժան, բրուտի մոտ են։ Բրուտը ցանկանում է, երկաթի գինը կարող է լինել $10,000, թեկուզ 1 գրամը, չի ցանկանում կարող է լինել 1 լումա, 100 տոննա։ Միջազգային բանկը նաև այնտեղ է գտնվում եւ նա այդ ամենով կառավարում եւ ցնցումներ է առաջացնում աշխարհում։ Նահանգների դոլարը տպում են բրուտի մի ֆիրմա, մասնավոր ֆիրմա է, որը երբ որ գնում ես արդեն ճանապարհով թե որտեղից է այդ ֆիրման, դուրս է գալիս դա բրուտինն է, որի մասին միշտ ասել եմ եւ $1 հետևում տպված այդ
աչքը դա բրուտի աչքն է, որ ամեն դոլարը հսկում է աշխարհում, այնքան տականք է, որ ամեն ինչ հսկում է աշխարհում։ Նաև Իլոն Մասկի մասին եմ ասել, սա իրեն մարդն է, թե չէ նահանգների նման երկիրը պետք է թողներ, որ մասնավոր դեզերտ թռչող սարքեր։ Կարող է Մասկը մի օր էլ ատոմային ռում տնի եւ գցի սպիտակ տան վրա։ Հնարավոր չէ, հնարավոր է, չէ։ Տեսնում եք, որ աշխարհը աբսուրդի մեջ է, եւ դուք սրանի չեք կատարում ձեր եզրակացությունը։ Այժմ Եվրոպայի մասին։ Ինչի եվրոպական երկրները, երբ որ դիտում ես բոլոր եվրոպական երկրները, միայն իսպանացի կարողացան գալ այսքանը վերցնել, պորտուգալացիք այսքանը, իրենք վերցրեցին այս մնացածը եւ սա եւ այլ երկրներ, Ռուսաստան, Շվեդիա իբր կռվի մեջ էին, Դանիային էլ փայ հասավ սա։ Եվ այս աֆրիկական երկրների մասին չեմ ասում։ Ինչ է այսպես կատարեց նա։ Քանի որ եւ հայերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մեջքը կոտրեց, երկրորդի ժամանակ իտալացիների մեջքը կոտրեց, գերմանացիների մեջքը կոտրեց, ճապոնացիների մեջքը։ Եթե սրանք էին ունենում ատոմային զենք, բերուտը դառնում էր սերը, իսկ սրանք այս բոլորը ծառաներ են, քանի որ սրանք բոլորը, հատկապես սա եւ սա, այս երկուսը կարգուկանոն կա այնտեղ, եւ սրանք կարող էին բրուտին վերացնել եւ աշխարհի տիրել։ Դրա համար նա վերացրեց եւ միևնույն ժամանակ մեզ էստեղեց։ Այս ամբողջ խաղերը նա մինչ օրս կատարում է։ Եվ ինչն է այստեղ հարցը, ինչպես կարող եմ ես կամ 111-ը, եթե ցանկանա, ինչպես կարող ենք օգնել։ Այդ տականքները սրանք գտնվում են հիմնականում Երևանում եւ Երևանը փողոցներ, տներ եւ այլն։ Ցանկացածին շարժման, թե հանգստի վիճակում գտնված իր տանը, թե որտեղ կարելի է վերացնել։ Միայն պետք է ձևերը հասկանալ եւ հայ ազգին փրկելու համար տականքների վերացումը դա պարտադիր է։ Դա օրենք է, որ տականքները պետք է վերանան։ Այսքանը։ Ցանկանաք ձևեր 1200 ձև կասեմ ամեքին, ամեն մի վայրում գտնվելու։ Եվ մեղքը մեկ գցի, դուք ինձ ոչ վարձատրում եք, ոչ էլ կարող եք ինձնից պահանջել։ Դուք պահանջեք սրանցից։ Իզ ես իմը կատարում եմ եւ իմը կկատարեմ, որը կլինի ամենաբարձրը։ Ձեր բոլորի մտածածի։ Ես իմ կյանքի գնով գնում եմ պատերազմի աշխարհի ամենահզոր ուժի դեմ եւ ճշմարտությամբ եմ գնում։ Իսկ ձեզնից հասնում են միայն այս լեշերը ոչնչացնել, քանի որ այս լեշերը եւ ձեր պատիվը եւ ձեր երեխաների վաղվա առօրյան ոչնչացնում են։ Այսքանը։